Հարգելի մասնագետներ, այսօր միասին քննարկելու ենք հրեշիկներ մետաֆորային քարտերի կիրառման եղանակները։ Հրեշիկներ մետաֆորային քարտերը նախատեսված են ինչպես նախադպրոցական, այնպես էլ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքի համար։ Քարտերի կիրառման հիմնական նպատակը միջանձնային հարաբերությունների ախտորոշումն է։ Այսօր միասին քննարկելու ենք քարտերի կիրառման տեխնիկաներից մեկը, որը կիրառվում է ներընտանեկան փոխհարաբերությունների հետազոտման նպատակով։ Առաջարկում ենք երեխային տարբեր քարտեր, խնդրում ենք ուշադիր նայել քարտերին և ընտրել այն կերպարը, որը օրինակ կնմանեցնի իր մայրիկին։ Պատկերացնենք, որ երեխան ընտրել է այս կերպարը, այնուհետև հնչեցնում ենք հաջորդ հարցը՝ ինչու։ Պատկերացնենք, որ երեխան պատճառաբանում է, որ մայրիկը հաճախ է բարկանում իր վրա և այդ պատճառով այս կերպարը նմանեցնում է մայրիկին։ Հաջորդիվ երեխային առաջարկում ենք կրկին այլ տարբերակով քարտեր, նմանօրինակ քարտեր և խնդրում ենք ընտրել այն կերպարը, որը կցանկանար, որ լիներ իր մայրիկը։ Պատկերացնենք, որ երեխան ընտրել է այս տարբերակը։ Հնչեցնում ենք հարցը՝ կրկին ինչու։ Երեխան մեկնաբանում է, որ կցանկանար, որ այս կերպարը լիներ մայրիկը, որ ավելի շատ սիրալիր լիներ, ավելի շատ ուրախանար և այլն։ Մենք մեզ մոտ նշումներ ենք անում, այնուհետև ծնողի հետ քննարկում ենք, թե իր և իր երեխայի փոխհարաբերություններում ինչ բացեր կան, ինչ ուղղություններով է պետք աշխատանք իրականացնել, որպեսզի այդ փոխհարաբերությունները ավելի դրական երանգներ ստանան։